Պատմական թե սովորական հանդիպում, ինչ նշանակություն ունեցավ վարչապետի այցը Թուրքիա։ Այն, որ այցը պատմական է, դա ոչ թե իշխանությունն է ասում, այլ ուղղակի վիճակագրությունն է ասում, անկախությունից ի վեր նման ձևաչափով այց չէր եղել։ Անկախացումից ի վեր Հայաստանի միմյանց փոխարինած բոլոր 3 իշխանությունները իրենց հերթին քայլեր են ձեռնարկել Թուրքիայի հետ բնականon հարաբերություններ հաստատելու եւ միջպետական հարաբերություններ ունենալու համար։ Ղարաբաղում ապրող հայերն ուր են։ Ղարաբաղում ապրող հայերը Հայաստանում են։ Խնդրում էր մեկ գյուղ վերադարձնել Ղարաբաղից արձանագրությունները վավերացնելու խոսման դիմաց։ Դուք Լավրովի պլանից տեղյակ չեք։ Հիմա Լավրովի պլանի խմբագրումներից դուք տեղյակ չեք։ Ինչ մեկ գյուղ։ Արդյոք Հայաստանն ու Թուրքիան ավելի լավ են հասկանում միմյանց։ Պատի մեկով ընտրություն եք, իշխանություն եք զավթել, հերիք չի։ Հիմա էլ սատարում եք, ինչպես բացահայտվեց ահաբեկիչներին։ Այն, որ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները ստիպված են տաղավարներում արդարացնել Նիկոլ Փաշինյանի որևէ գործողություն եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունը մի համեմատեք ձեր եւ Սերժ Սարգսյանի հարաբերության հետ, ինչի մասին է խոսքը։ Արցախը տալվորն է, կներեք, դուք Սերժ Սարգսյանի հարցազրույցները չեք լսում։ Ամեն ինչ որ կա հրապարակային է։ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ որ անում է հրապարակային է անում։ Բովանդակային առումով, այո, բովանդակային առումով, այո, իհարկե։ Ինչ վստահություն է ներշնչում հայ-թուրքական նոր շփումը։ Ժողովուրդը ընդդիմությանը մեղադրում է մի բանում։ Ասում է ով եք դուք, որ այս բանից հետո սրանց չեք կարողանում հեռացնել իշխանությունից։ Դուք պատկերացնում եք ինչի տակ։ Պարոն Ֆարմանյան, չէ, դուք պատկերացնում եք դուք ինչի տակ եք մտել։ Շատ լավ։ Դուք ո՞նց պետք է, դուք Սամվել Ֆարմանը ո՞նց կարող է իշխանություն հեռացնել։ Գիտեք հերանեկար բանավեճը այսօր հորիզոնի թողարկումից անմիջապես հետո։